Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանական լրատվամիջոցներն են անդրադարձել Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի այցին Հայաստան, մասնավորապես իրանական մեհրը հոդված է հրապարակել մեջբերելով Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունները։ Ազիզ Նասիրզադեն եւս մեկ անգամ հայտարարել է, որ Թեհրանը Հայաստանի եւ Իրանի սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա։ Միակ երկիրը, որ շահագրգիռ է եւ կօգնի մեզ հարձակման դեպքում դիմենք անպայման կաջակցի, դա Իրանն է, որտեղ ազգային անվտանգության, ռազմավարական, տարածքային ամբողջականության շահերը համընկնում են։ Տարածաշրջանում տարածքային ամբողջականության եւ սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է, հայտարարել է Նասիրզադեն։ Իրանի եւ Հայաստանի ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղի է, եւ Թեհրանն այդ սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա։ Իրանը բազմիցս նշել է սահմանների փոփոխությունը, Իրանի համար կարմիր կետերը միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն է, գեոպոլիտիկ փոփոխություն է, էթնիկ փոփոխություն է։ Իրանը մտահոգված է, որ հարավային Կովկասից լինի, դրա համար վերջերս շատ շեշտում է նորից տարածքային ամբողջականությունը եւ Իրանի կարմիր կետերը եւ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական ակտիվություն է տարածաշրջանում հարավային Կովկասում դրամասին են։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև գործակցության մակարդակը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը եւ հայտարարել, որ Հայաստանը հատուկ տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Իրանագետների դիտարկմամբ հարավային Կովկասում Իրանն ավելի շատ շահեր ունի Հայաստանի հետ հարաբերություններում, քան թե Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ հետեւաբար յուրաքանչյուր անվտանգային խնդիր, որոնք վերաբերում են Հայաստանին, դրա նկատմամբ անտարբեր չի կարող լինել Իրանը։ Իրանը Ադրբեջանի հետ պարզապես, այսպես ասած, դիվանագիտական առումով փոխհարաբերությունները պաշտպանում, բայց իրականում նրանք չեն կարող բարեկամական փոխհարաբերություններ ունենալ, քանի որ նրանց շահերը չեն համընկնում։ Ազգային ընդհակառակը դրանք խիստ հակասական են։ Շրջանում միայն Հայաստանի հետ որ ռազմավարական շահերը համընկնում են։ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանում իրենց կապերն ավելի ամրապնդելու համար նախատեսում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները։ Իրանը Սյունիքում բացեց իր հյուպատոսությունը, առաջիկայում էլ գործարար հանդիպումներ կլինեն Երևանում, Թեհրանում եւ Իրանի տարբեր խոշոր քաղաքներում։ Հայկական կոնյակը Վրաստանի ցամաքով այդպես էլ Ռուսաստան չի հասնում։ Վրացիները բեռները գեզի խիստ վտանգավոր ապրանքների տեղափոխման տերմինալում են շարունակում պահել։ Կոնյակագործներն առայժմ խնդրի լուծումը հենց նրանցից են պահանջում։ Կրկին Վրաստանի դեսպանատան առջև են հավաքվել բեռնափոխադրողների հետ ու վեր պարզել պաստառները։ Արդարություն հայկական կոնյակի համար։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, մեր ճանապարհը անցնում է Վրաստանով, հանդիսանում են տարանցիկ երկիր մեր համար։ Այս հայտնեցի, որ 5 մեքենաների փորձարկությունները անցել է եւ միանգամից բաց թողեցին։ Եթե մենք նայում ենք որակի կողմից, այդ ամեն ինչը, ասենք դա որակի հետ կապված խնդիր էլ չի, որովհետեւ այդ նույն մեքենաները նույն տեսականին անընդհատ գնալու փուլում են։ Ու այդ եթե ստուգել են անցել է, թե որակական։ Քիչ այդ տարբերությունը հենց կոնկրետ է ընտրած գործարաններն ու ամեն անգամ ավելանում են գործարանները։ Նախորդ հավաքի ընթացքում Վրաստանի դեսպանն անձամբ ընդունեց նրանց, խոստացավ պաշտոնական արձագանքի համար դիմել Թբիլիսիին։ Շարվաշիձեն դիմել է, բայց այսօր դեսպանատուն մտած ակտիվիստին ըստ նրա ոչ մի կոնկրետ բան չի փոխանցել հյուպատոսը։ Ասացին գնացեք դատի տվեք։ Վրաստանում վրացիներին դատի տվեք։ Տնտեսվարողներն այնուամենայնիվ չեն մտնի դատական, իրենց ձևակերպմամբ քաշքշոցի մեջ հիմնավորում են, այդպես էլ ավելի երկար ժամանակ կպահանջի խնդրի լուծումը։ Հյուպատոսի պատասխանից չբավարարված ակտիվիստները որոշեցին փակել դեսպանատան մերձակա ավտոճանապարհը, բայց 5 րոպե չանցած բացեցին։ Չենք ընդհատել ցանցը շարունակումը պես բան խոստացան, որ զեկուցել որ ներկայացուցիչ կա, ասում կառավարությունը։ Կառավարությունից որևէ մեկն այդպես էլ չեկավ, ցուցարարները կրկին դեսպանատնից հանդիպում պահանջեցին, բայց երկրորդ անգամ արդեն նրանց չընդունեցին։ Բողոքավորները որոշեցին իրենց ոտքով գնալ կառավարություն։ Էկոնոմիկայի նախարարն ի դեպ ազգային ժողովում վերջին հարց ու պատասխանի ժամանակ ասել էր. «Մեջբերում խնդիրը Հայաստանի կառավարության մեջ չէ», ու մինչև ցուցարարները միասնիկյան պողոտա էին հասնում, գործադիրից արձագանքեցին։ Զբաղվում են խնդրով, հնարավորինս շուտ կփորձեն լուծման հասնել։ Վրաստանն արգելել է
Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիներին ավտոմեքենաների եւ հատուկ տեխնիկայի վերաարտահանումը։ Այս մասին հաղորդվում է հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությանը, որն իրականացնում է մեքենաների գրանցումը։ Սահմանափակումները մտել են ուժի մեջ մայիսի 15-ից։ Մոսկվայում մեծ շուկով ներկայացվել է 20-րդ դարի ամենահայտնի հայ քարտեզագիրներից մեկի Զատիկ Խանզատյանի Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի վերահրատարակված տարբերակը։ Այն ներառում է շուրջ 500 քարտեզ, որոնք ներկայացնում են հայոց պատմության բոլոր հիմնական շրջափուլերը, սկսած հնագույն Բաբելոնից մինչև մեր օրերը։ Քարտեզների գիտական ճշգրտությունն ու բազմալեզու բնույթը, ինչպես նաև դրանց մանրամասն փաստագրական ներկայացումը հնարավորություն են տալիս ատլասը կիրառել որպես արժեքավոր գիտա-քաղաքական աղբյուր, հատկապես այսօրվա տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Շենգյան քաղաքում փլուզվել է հնագույն թմբուկի աշտարակի տանիքը, որը կառուցված է 1375 թվականին։ Իսպանիայի մայրաքաղաքում գնդակահարել են ուկրաինացի քաղաքական գործիչ Անդրեյ Պորտնովին, որին համարում էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր զինակիցներից մեկը, հայտնել է Reuters-ը։ Պորտնովի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 21-ի առավոտյան Մադրիդի հարուստ թաղամասերից մեկում ամերիկյան դպրոցի դարպասների մոտ, հայտնել է BBC-ն։ Նիդերլանդների թագավորության մայրաքաղաք Ամստերդամի Սուրբ Նիկոլայ գլխավոր տաճարում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախաձեռնության հեղինակ եւ ծրագրի իրականացնող Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ պրոդյուսեր Ռաֆայել Հովանիսյան, ծրագրի գործընկերն Ամստերդամում Գրիգոր Նարեկացի հիմնադրամի նախագահ Վահան Ավագյան։ Վերջինիս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ տեղադրել հուշակոթողը Ամստերդամի գլխավոր տաճարում։ Քանդակագործ Դավիթ Երևանցի, ում Նարեկացու հուշարձանը տեղադրվել է նաեւ Վատիկանում։ Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են կաթոլիկ եկեղեցու Ամստերդամ Հարլեմ թեմի առաջնորդ եպիսկոպոս Յան Հենդրիքսը, Ամստերդամ քաղաքի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ եկեղեցու հովիվ Էրիկ Ֆենիսը, Հարավային Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Որպեսզի Իշադակի այս անգյունը նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանվոր եւ օրհնվո եւ ողջույն սրբո ամեն։ Միջոցառումն իրականացվել է երջանկահիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ հռչակելու կապակցությամբ եւ Նարեկացու հանրահռչակման ծրագրի շրջանակներում։ Համահայկական աշխարհագրականի այս նախաձեռնության նպատակն է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշակոթողներ տեղադրել աշխարհի տարբեր երկրների գլխավոր տաճարներում, այս կերպ ընդգծելով նրա անձի բացառիկ հոգևոր ժառանգության եւ մատյան ողբերգության գլուխգործոցի նշանակությունը։ Նախաձեռնությունն իրատեսական հիմք ունի, քանզի նշված սրբավայրերը մեծաթիվ զբոսաշրջիկների այցելության կենտրոններ են, ինչի շնորհիվ միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան տեղեկություն ստանալու Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի եւ գործունեության վերաբերյալ։ Առաջին հուշարձանի տեղադրման գործընթացի հետ միաժամանակ իրականացվում են աշխատանքներ Նարեկացու կոթողներ տեղադրելու նաեւ մի շարք եվրոպական երկրների հանրահայտ տաճարներում։ Ծրագրի մեկ այլ մասը նվիրված է մատյան ողբերգության թարգմանությանն ու աշխարհի տարբեր լեզուներով տպագրելուն։ Առաջին 3 հուշակոթողների պատրաստման ամբողջ գործընթացն իր վրա է ստանձնել նախաձեռնության հեղինակ Ռաֆայել Հովանիսյանը։ Հաջորդ հուշարձանների ստեղծման եւ արտերկրում տեղադրման նպատակով նա հրավիրում է համագործակցության բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին պետք է արժանիորեն դառնա համաշխարհային հոգևոր եւ մշակութային ժառանգության լիարժեք մաս։